Եթե ցանկանում ես միշտ հեշտորեն գտնել քո փաստաթղթերը, այս ռիլը օգտակար կլինի քեզ։ Ինչպես եմ ես կազմակերպում մեր փաստաթղթերի տեղակայումը, զոնավորումը մեր տանը։ Նրանից հետո, երբ դուք կազատվեք ավելորդ իրերից, ավելորդ փաստաթղթերից եւ կպահեք միայն այն, ինչը որ ձեզ հարկավոր է լինելու ձեր կյանքում, շատ խորհուրդ եմ տալիս ձեռք բերել ահա այսպիսի օրգանայզեր, նկարում տեսնում եք հենց իմ կողմից կիրառվող օրգանայզերը, ուրեմն ինչով է այն հարմարավետ։ Բավական չի միայն այս օրգանայզերը ձեռք բերել, հարկավոր է նաև ձեռք բերել այս տիպի պապկաներ, որտեղ որ դուք կկարողանաք տարբեր վերնագրեր գրելով, բաժիներով բաժանել եւ անվանել, թե որտեղ որ փաստաթուղթն է գրվում։ Ես շատ հաճախ եմ հանդիպում մարդկանց տներում ուղակի աղբի կույտեր, այն փաստաթղթերի, որոնք երբեք դեն չեն նետվում, սովորություն է պահել ամենափոքր ՀԴՄ կտրոնը, որը ընդհանրապես ձեզ հարկավոր չի, ընդհանրապես լավ կլինի սովորություն ձեռք բերել, աղբից ազատվել հենց այդ վայրկյանին։ Պարզապես մարդիկ հաճախ ինձ ասում են, որ գիտես, մտածում եմ սա էկո աղբի մեջ տեղավորեմ եւ դրա համար պահում եմ դեռ մի օր կտանեմ կառանձնացնեմ։ Կոնկրետ ինչ եմ անում ես էկո աղբի վերաբերյալ, դա ուրեմն ի սկզբանե ունեմ տարբեր աղբամանի զամբյուղներ, որոնք որ ի սկզբանե ես տեսակավորում եմ եւ ինձ այդ մի ՀԴՄ կտրոնը թափելը ես չեմ թափում այն ընդհանուր աղբի մեջ, հա, թափում եմ տեսակավորման աղբամանի մեջ եւ դա ինձ չի կանգնացում։ Եթե դուք էլ ունեք այդպիսի մեղքի զգացում թղթի նկատմամբ, դուք կարող եք ձեռք բերել եւս 1 կամ 2 աղբաման եւ արդեն ի սկզբանե տեղավորել եւ հանձնել այն էկո աղբամաններում, որոնք որ տեղակայված են հավանաբար, եթե Երևանում եք բնակվում, հաստատ ունեք մոտակայքում այդպիսի աղբամաններ։ Սա էկոլոգիայի մասին։ Ինչ վերաբերվում է մեր սիրելի փաստաթղթերին։ 1 օր պետք է տրամադրել եւ նստել, բացել, քանդել այդ վախենալու տուփը, որտեղ որ վստահ եմ, որ դուք էլ չեք հասկանում ինչը որ